Ագել դատարան գործընկերս ներկայացրել շատ հակեր ճշտերության ընդունված է խախտումով շահերի փոխման իրավիճակում ընդունված վարչական ակտը, որը վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի հիման վրա հանդիսանում անվավ է, եւ խնդրում են դատարանի անվանը ճանաչել այդ ակտը։ Սա հայցի առարկան է եւ հիմքերի ամենակենտրոնականը, բայց քանի որ ակտը բավականին մեծավարույթ բավականին ծավալուն է, որպեսզի վարույթը լինի արդյունավետ դատականության ժամանակ հնարավորություն ունենանք ավելի առարկայական անդրադառնալ, անհրաժեշտություն ենք համարում այդ հիմքերից յուրաքանչյուրին անդրադառնալ, հիշեցման կարգում արձանագրել, որ վարչական մարմինը ըստ էության արձանագրել է 7 իրարից անկախ, 6 է եղել, հետո 6 + 1, 7 իրարից անկախ հիմք, որը ըստ վարչական մարմնի յուրաքանչյուրը իրանից անկախ առանձին հիմք է համապատասխան պատասխանատվության միջոցը, լիցենզիայի զրկելու պատասխանատվության միջոցը կիրառելու։ Հետևաբար անդրադարձ կատարվում է դրանցից յուրաքանչյուրին ներառվելով դրանց հիմնավորված լինելը եւ ամեն մի կետի համապատասխան խնդիրները, ինչպես նաեւ ունենք ավելի ընդհանրական իրավական խնդիրներ, գործընկերս նշել, դա շահերի բախման իրավիճակն է եւ վարչական վարույթի ընդհանուր օրինականությունը։ Մինչեւ բուն առանձին կետերին անդրադառնալը մի շարք հաստատական հանգամանքների կարող ենք տեսնում անդրադառնալ, որոնց ամբողջական են դարձնում պատկեր։ Ուրեմն Հայաստանի ու փաստերը, ասենց նկարագրեմ, այս մասը կարդամ եմ, մնացած ավելի փոքրենք անգամ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, փոխվայնետիրական ընկերությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ից 56 որոշմամբ տրված լիցենզիայի հիման վրա զբաղվում է էլեկտրաէներգիայի պաշտպանությամբ, իսկ 18 թվականի դեկտեմբերի 21-ից տիպ 748 որոշմամբ տրված լիցենզիայի հիման վրա նաև էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում։ Սա երկու լիցենզիա ունի կազմակերպությունը, որոնցից մեկն է այս պահի դրությամբ անվավեր ճանաչվել, զարդարեցվել, որի մասով ներկայացված ասույն հայցակրումը։ Բաշիր կապիտալ փոխվայնետիրական ընկերությունը հանդիսանում է մոտ 70% բաժնեմասի սեփականատերը։ Վարչապետը 25 թվականի հունիսի 18-ի հայտարարություն է տարածել, որ հաշվարկել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փոխվայնետիրական ընկերությունը պետականացնելու, ազգայնացնելու պահը, մասնավորապես նշել է. կարծում եմ հաշվարկել է, ցիտում եմ, պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանրահարականն է հեծի բոլոր աշխատակիցներին, բարեկցություններին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Արդյունքում հայտարարվում է հայցորի գործունեության նկատմամբ միջամտություն իրականացնելու սկիզբը։ Սա փաստերը նշում են, որ նույն իրավական հիմքը միանգամից գործընկերից չնայած նշեց, բայց միջազգային ստանդարտներին համապատասխան ազգայնացումը ինքնին արգելված է եւ պատվիրակների եվրոպական կոնվենցիայի բացի առաջին արձանագրության առաջին հատվածի, որը պահպանվում է սեփականության իրավունքը, նաև 18-րդ հատվածը ասում է, այս կոնվենցիայով սահմանված բոլոր սահմանափակումները կարող կիրառվի բացառապես կոնվենցիոն նպատակներով, չի կարող կիրառվել այլ նպատակներ քողարկելու համար։ Սա դրա համար այս թաքնված օրական ձևակերպումը, որը հստակ մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Մերաբիշվիլիի գործով մի շարք գործեր։ Մերաբիշվիլիի գործով ուղղակի ինքնից ավտոնոմ 18-րդ հատված անձնագրուծի խախտում արձանագրել, որը հիմքա վերանայում է։ Սա այս բոլոր հայտարարությունները, որոնք ցույց են տալիս այլ օրակարգ, որ այս գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական է, ուղղված է հենց այդ իրավական հիմքի կիրառմանը։ Մնացած բոլորը ցույց է տալիս, որ նաև իրավական դաշտում առկա են բազմաթիվ խնդիրներ եւ այս վարչական ակտը անկախ այլ օրակարգ հետապնդելուց նաև ոչ իրավաչափը հիմնավորված չպատճառաբանված չի։ Ուրեմն ընկերությունը պետականացնելու գաղափարի իրագործման նպատակով 25 թվականի հունիսի 25-ին ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքներում եւ հարակից օրենքներում վերացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք 5 օր հետո 25 թվականի հուլիսի 1-ին ընդգրկվել են ազգային ժողովի արտահերթաշրջանի օրակարգում եւ արագացված կարգով, այսինքն հաջորդ օրը առաջին ընթերցման եւ դրա հաջորդ օրը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ, այսինքն հուլիսի 3-ին ընդունվել են ազգային ժողովի կողմից։ Նախագահը ստորագրել է հուլիսի 8-ին համապատասխան փաթեթը, օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 9-ին։ Կողմ թողնենք կարող է 10 օրը Հանցումային փուլ ունենալ, ամեն դեպքում ուժի մեջ ամտել ամսի 9-ին հրապարակված է որպես ամսի 9-ին ուժի մեջ մտած։ Արդյունքում ակնհայտ է դառնում, որ օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են բացառապես ընկերության գործունեության միջամտելու եւ ընկերության պետական նկատմամբ պետական կառավարում, այդ թվում ժամանակավոր կառավարում իրականացնելուն, նպատակ են հետապնդում իրագործել հայ վարչապետի եւ կառավարության լիազոր մարմնի ցանկությունը, պահանջը, հանրահարությունը գործունեության օգտագործեն, որտեղ իմ հանրահարության բակատարվել ձևակերպում ուղղակիորեն
նշվել է ամբողջ։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը հանդիսանում է կառավարության լիազոր մարմինը, որի հաղորդման հիման վրա ըստ նոր օրենսդրական փոփոխությունների, որ նոր նշում էի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հարուցում է վարչական բարույթ եւ կիրառում է կանխարգելիչ միջոցներ։ 25 թվականի հունիսի 20-ին, այսինքն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 11 օր հետո, իր հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲՀ ներկայացնելու պետականացնելու հարցին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք գնալու են ընկերության պետական կառավարում իրականացնելու ճանապարհով, որն ակնհայտ բերելու է որակական փոփոխությունների։ Խոսքը գնում է կառավարությունը իդեմս ՍՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության։ 25 թվականի հուլիսի 15-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ընկերության կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ թիվ համապատասխան 24/21-ից բանտի ասեմ, հաղորդում են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին նրանում նշելով ենթադրյալ խախտումների 9 դեպքեր։ Գրել է, որ արկա է համակարգային խնդիրներ, ունեն կետեր ու տվել է 9 կետ, որոնք ըստ լիազոր մարմնի պատճառ են ընկերության կառավարման բնույթի համակարգային խնդիրների։ Այսինքն դա այդ տեսնում են խնդիրներ, դրանցի մի քանիսին կանդրադառնանք ավելի մանրամասն ըստ էության, ասում այս սրանք ցույց են տալիս, որ ընկերությունը արկա է կառավարման համակարգային խնդիրներ, որը որ հիմք է հանդիսացել, որպեսզի հանձնաժողովի նախագահան 25 թվականի հուլիսի 18-ին ներկայացնի ընկերության նկատմամբ վարչական բարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում։ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ որպես կանխարգելիչ միջոց կիրառվել է էներգետիկայի մասին օրենքով սահմանված ամենախիստ միջոցը, այն է լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելը։ Ինչի արդյունքում ընկերության գործադիր կառավարումը փաստացի անցել է ընկերության հետ որևէ առնչություն չունեցող անձ Ռոմանոս Պետրոսյանին, ով հանդիսանում է իշխող քաղաքական պայմանների կուսակցության վարչության անդամ եւ վերջինիս լիազորությունները վիճարկող ակտի հիման վրա շարունակելու է մինչեւ ընկերության բաժնետոմսի եւ հույքի օտարման ավարտ կամ ինչը իմ կարծիքով տեղի ունենալու սույն դատական ակտի արդյունքում ընդունվելու անվավեր ճանաչելու որոշում եւ լիազորությունները դադարեցվելու են քննարկվելու գործողության օրինականությունը։ Ժամանակավոր կառավարիչը նշանակման պահից ի վեր փոխարեն իրականացնելու ընկերության գործադիր մարմնի լիազորությունները, չունենալով նման իրավասություն։ Ընդ որում այստեղ շատ կարևոր է պատմական դատարան ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքին, որ այս ամբողջ վարույթի եւ տրամաբանությունը հետևյալում է. կա համակարգային կառավարչական խնդիր, եթե հիմա կառավարման որակի բարելավում տեղի չունենա, հետ սրվաղը չի աշխատել։ Մոտավորապես այս տրամաբանությունն է, որի շրջանակներում ամբողջ օրենսդրական փաթեթն է։ Ժամանակավոր կառավարիչը փոխանակ աշխատի այդ որակը բարելավի, հասկանա ինչ խնդիրներ կա, խնդիրները լուծի, խնդիրների լուծման ուղղված գործողություն անի, եթե այդպիսիք կան, մենք տեսնում ենք, որ իրականացրել է պայմանականորեն ասած ապացույցներ հավաքելու գործընթաց։ Ինչի եմ ասում պայմանականորեն, որովհետև այդ ենթադրյալ ապացույցների որակին կանդրադառնանք համապատասխան փուլում, դրանք չեն համապատասխանում ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, օրինականության եւ այլ ստանդարտների կախված օրապացույցը, որ գտնվում նայել։ Եվ ուրեմն չունենալով նման իրավասություն, ի վնաս ընկերության զբաղված է եղել ընկերության կողմից հնարավոր ենթադրյալ խախտումներ կատարելու հանգամանքներ վերհանելու եւ դրանք հաստատող ապացույցներ ձեռք բերելու, այդ ապացույցները առանց հանձնաժողովի պահանջի վերջինիս ուղարկելու ապօրինի գործողության, ինչպես նաեւ իրականացրել է ընկերության շահերին հակառակ գործողություններ, ընկերության բաժնետոմսերը պլանավորված հաջորդ քայլով ձեռք բերելու ժամանակ դրանք ենթադրաբար շուկայական արժեքի նվազեցման համար, որովհետև այդ քննարկումները բավականին ինտենսիվ տեղի ունեցան։ Ընդ որում, շատ կարևոր է այստեղ արձանագրել, որ ընկերությունը ունենալով պարտականություն տեղեկացնել ՏԾԿ-ի խնդիրների մասին, լայն իմաստով որպես լիցենզիայի պահանջ, չի նշանակում, որ տնօրենը ամեն ինչի մասին պետք է հաջորդ օրը գնա տեղեկացնի։ Դա նշանակում է, որ այդ խնդիրները պետք է լուծեն եւ տեղեկացվի համատեղ այդ խնդիրները լուծելու համար։ Ոչ թե պետք է տեղեկացվի լիցենզիայի ձեռքելու համար, այլ պետք է տեղեկացվի, որ այդ խնդիրները համատեղ հնարավոր լինի լուծել։ Մենք ցույց կտանք վարույթի շրջանակներում, որ խնդիրների լուծման ուղղված որևէ գործընթաց չկա։ Առկա են բացառապես գործողություններ, որոնք առաջ են բերել ավելի խոր խնդիրների, այդ թվում նաև ամանորին 3 օրից ավել հոսանքազրկումների։
Այդ նաև sense երբ որ հպարտության մասում են, տենդերներն են չեղարկել են, մատակարարները տեղի չի ունենա, որովհետև մեր դուր չի գալիս գինը, մեկի մատակարարները դուր չեն գալիս, արդյունքում մենք տեսանք, որ դրա արդյունքում կամ դրա կամ միգուցե ուրիշ բանի արդյունքում մենք բավականին երկար ամանորեն բավականին մեծ քանակությամբ փոստակրզություններ ունենք հենց Երևան քաղաքում, չեմ ասում նաև մարզերում։ Հանձնաժողովը փոխարեն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում պարզել հաղորդման մեջ նշված ենթադրյալ խախտումների արկայության կամ բացակայության հանգամանքները վիճակվող ակտ ընդունել է որպես կանոն ժամանակավոր կառավարչի կողմից, ապօրինի կողմից ներկայացված նյութերի հիման վրա։ Ընդ որում կներկայացնենք, որ հանձնաժողովի լիազորությունները ըստ էության երկու լիազորություն ունի՝ տեղեկատվության պահանջ եւ մոնիտորինգներ։ Որպես վարչական մարմին կարող է տեղեկատվություն պահանջի, լայն վարչարության հիմունքներով կարող է տեղեկատվություն պահանջի այլ մարմիններից եւ մոնիտորինգներ։ Երկու մոնիտորինգ է իրականացվել, այդ երկու մոնիտորինգի հետ կապված կրկին կարգի հետ կապված խնդիրներ կան դրանք անդրադառնամ եւ փաստաթղթեր է ստացել, ընդ որում ինչքան էլ տարօրինակ չլինի, դրա մեծամասնությունը տեղի է ունեցել վարչական վարույթի վերջին երկարացված 1 ամսվա ընթացքում։ Հանձնաժողովը վարույթի կասեցման դեպքերի արկայության պարագայում վարչական վարույթը չի կասեցրել եւ ավարտել է եզրափակիչ ակտի ընդունումը։ Ընդ որում հրաշքում կասեցում եղել է ամենափափուկ եւ մեր իրավունքներից ուղղակի չբխող տարբերակը, բայց այն միակ տարբերակը, որ հնարավորություն կտար, եթե հանձնաժողովը համոզված էր, որ խախտումներ կար, չխախտել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, չխախտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ոնց որ չավարտել վարույթը այն տրամաբանությամբ, դեռ որ հետո կհասկանանք, որովհետեւ արկա է եղել միջազգային արբիտրաժի որոշում, որով արգելվել է ուղղակիորեն լիցենզիայի ձեռքեր։ Եվ եթե արգելված է ուղղակիորեն սև ոսպիտակի վրա եւ կա ներքին գրավելիություն հանձնաժողովի եւ կառավարության միջեւ, որտեղ ասում են այո, որոշումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար։ Կասեցման պահանջ նախատեսված չի, բայց նախատեսված է պահանջ լիցենզիայից չզրկել։ Եվ համապատասխանաբար ցանկացած որոշում, եթե հանձնաժողովը ուներ համոզմունք, որ պետք է լիցենզիայի զրկել, միակ տարբերակը կասեցումն էր միջև միջազգային նացիոնալի կողմից որոշման կայացումը, որովհետև միջազգային նացիոնը մեր սահմանադրության եւ դատական օրենսգրքի իմաստով դա Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների լայն իմաստով պայմանագրերի կիրառման մեխանիզմներից մեկն է։ Դեն որում չեմ ասում, նվազագույն շեմակերներ, մերի թույլատրելի շեմակերներ, որ ոչ մի որոշում չկայացնել, կարող է սպասել արբիտրաժի ավարտին, բայց այս դեպքում առնվազն պարտավոր է կասեցնել։ Նաև օրենքը, որի հիման վրա վարույթը հարուցվել այդ քննարկումը, նույնպես վիճակվում է սահմանադրական դատարանում եւ եւս մեկ հիմք է, որ վարույթը չավարտվեր, որովհետեւ վնասների ծավալը կարող է շատ ավելի մեծ լինի հակասահմանադրական ճանաչելու դեպքում։ Հանձնաժողովը դուրս է եկել վարչական վարույթի շրջանակից եւ վարչական ակտով ընկերությանը վերագրել է այնպիսի խախտումներ, ենթադրյալ խախտումներ, որոնք մատնանշված չեն եղել ոչ հաղորդման, ոչ էլ վարույթ հարուցելու հանձնաժողովի նախագահի որոշման մեջ, ոչ էլ դրանց մասով երբևէ առանձին վարույթ է հարուցվել։ Ընդ որում հանձնաժողովը կներկայացնենք ունի պրակտիկա։ Միաժամանակ զուգահեռ նույն անձի վերաբերյալ երկու վարույթ ունենալու, 3 վարույթ ունենալու, վարույթները միացնելու, վարույթները առանձնացնելու։ Հենց հանձնաժողովի նիստի ժամանակ ընկերություններից մեկի մասով հանձնաժողովի անդամներից մեկը ասեց երկու վարույթ ունենք նոր կազմակերպության վերաբերյալ։ Այսինքն ակնհայտորեն հանձնաժողովը ունի ընդհանրակարգ ունես հարուցված վարույթ ուսումնասիրում ես։ Ուրիշ խնդիր առաջանում նոր վարույթ ես հարուցում, նորից ուսումնասիրում ես։ Վարչական ակտի նախագիծը, որը հրապարակվել է հանձնաժողովի կայքում, որովհետև օրենքի պահանջն է 3 օր առաջ պետք է հրապարակվի, եւ որի վերաբերյալ որ ընթացել են լսումները, մեկ լսում է եղել մեր մասնակցությամբ, պարունակել է 171 էջ, իսկ հանձնաժողովի 25 թվականի նոյեմբերի 13-ի Վերադպված հետո 17-ին նիստի օրակարգի հարցի զեկուցողը առաջարկեց նախագիծը հաստատել որոշակի վրիպակներ ուղղված եւ վերջին 6-րդ կետի 9 ենթակետերից մեկը որպես առանձին հիմք ընդունելով, այսինքն նախագծում եղել է 6 հիմքներով խախտում, ոնց որ 6-րդը կոմպոզիտ խախտում է եղել։ Քվեարկելուց առաջարկել են թողնել 7 խախտում, ոնց որ 6-րդի 1 ու մնացած բոլորը մի խախտում, բայց մնացածը ասել են փոքր վրիպակներով։ Արդյունքում մենք ստացել ենք 199 էջ 171 էջանոց որոշ։ Այդ վրիպակները ոնց են ողել 20 քանի էջանոց չգիտեմ, բայց ամեն դեպքում 199 էջան։ Հանձնաժողովի կողմից մինչև վարչական ակտի կայացումը հայցորեն տրամադրված նյութերից զատ վարչական վարույթում հայտնվել են նյութեր, որոնք առկա չեն եղել նախկինում կամ առնվազն հասանելի չեն դարձվել վարույթի մասնակիցներին։
Երբ որ վարույթը ավարտվել է, դիմել ենք վարչական մարմին, ասում ենք կգնի տակ վարույթի բոլոր նյութերը։ Ինչ կա, տվեք խնդրում եմ։ Ընդ որում կազմել է արձանագրություն, ֆիքսված է, ունենք քանի H, ինչ ենք ստացել։ Այդ արձանագրության մեջ պարզել է, որ կան նյութեր, որոնք միջև է, ընդ որում վարույթի ժամանակ հստակ էր արձանագրված, որ ուղարկվել է ամեն ինչ, կան նյութեր, որոնք առկա չեն եղել նախկինում։ Հանձնաժողովի նման վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ սույն հայցադրումի շրջանակներում դատարան ներկայացվող վարչական վարույթի նյութերում ևս կարող են նորից ավելանալ այն նյութեր, որոնք չեն եղել վարույթի ընթացքում, հիմա սրա մասով անդրադարձ կատարեմ, մի հատ միջնորդություն խնդրանք ունեմ ձեր կապված տեխնիկական։ Հանձնաժողովը 5 անդամ վիճարկվող ակտն ընդունել է այն պայմաններում, երբ անդամներից մեկը դեմ է քվեարկել, իսկ մյուս անդամներից երկուսի մասով առկա է եղել բացարկի հիմքեր։ Ընդ որում բացարկի երկու միջնորդությունները հանձնաժողովի կողմից անհիմն մերժվել են։ Ընդունված վարչական ակտով ընկերությանը վերագրված խախտումներ իրականում առկա չեն, ու կհիմնավորենք, որ ոչ նյութերով են հաստատվում, ու ոչ էլ այն տարբերակն է, որ ասեմ այդ խախտումները կա, ուղղակի դիապացությունները լավը չեն, եւ չկան այդ խախտումները, բայց չկան ընդելուց բացի, պետք է նաև հիմնավորումներ լինի, եւ վարչական մարմինը պետք է բերի այդ փաստերը ապացուցելու բեռը։ Վարչական ակտում նախատեսված ուժերը բոլոր 6 խախտումների կամ 7 խախտումների մասով համաչափ չեն որոշման մեջ նկարագրված ենթադրյալ խախտումներին։ Ամեն դեպքում հայցորը ուժի համաչափության հայցը, մենք այդ համաչափության հարցը բարձրացնում ենք այն լույսի ներքո, որ Ուսուցենց ասեմ, համաչափության հարց բարձրացնելով որևէ դեպքում չենք ընդունում, որ ինչ-որ խախտում կա։ Ասում ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ, ուղղակի որպես իրավական արգումենտ բերում ենք ի հավելում ամեն ինչի նաև համաչափության խնդիրը։ Վիճարկվող վարչական ակտը հայցորին էլեկտրոնային փոստով ոչ պաշտոնական անպային պահոցի Yandex դիսկին հղումով դիսկով բանով օնլայն Yandex-ի պլատֆորմայում ներընտանել ուծերով ուղարկվել է 21-11-25 թվականին, իսկ թղթային տարբերակով արձերը 27-11-25 թվականին։ Սա ուսոր նկարագրությունն է պրոցեսի, ընդ որում մենք ավելի մանրամասն ներկայացնում ենք եղել է միջնորդություններ վկա կանչելու միջնորդությունը հետաձգվել է, որովհետև աշխատակարգը սահմանում է գրավոր ընթացակարգով քվեարկություն, բայց այդպես էլ գրավոր ընթացակարգով քվեարկություն չի եղել, հաջորդ բանավոր լիստին բանավոր քվեարկել են դեմ անցել ենք առաջ։ Վկաների բացի մեր միջնորդությունից այդ վկաների հարցաքննման ընթացակարգը ըստ էության 4-րդ անձին իրականացվել են հարցաքննություն, գրավոր ուղարկել են վարչական մարմին այդ վկաներին չի տեսել, բայց ամեն դեպքում հիմք ընդունել այդ հաշվարկները։ Փաստաթղթերի մեծ ծավալ կա, որոնք ընդհանրելի չեն եղել վարչական վարույթի նյութերում, ինչ-որ ծավալ կա, որոնք ընդհանրելի են եղել, բայց ստորագրված չեն եղել, որևէ ձևով ավելական չեն եղել, եւ այդ ապացույցների հետազոտման գործընթացը մեզ համար ոչ թափանցիկ չի եղել վարույթի ժամանակ, բայց վարչական վարույթը, քանի որ վարչական մարմինն է իրականացնում, պարզ չի դրանք ոնց չի անդրադարձել այդ հարցերին, մենք բարձրաձայնել ենք։ Վարչական վարույթի շրջանակներում Այսա փաստերի շրջանակից, հիմա այն որ ասում եք ընտրանք ունեմ, հաշվի առնելով եւ դատարանն էլ արձանագրվեց, ինքնավից ավելի հաստատում կա վարչական վարույթի նյութերում, ես բացի դրանց ներկայացվածը նաև թղթային տարբերակով, քանի որ անհնարինություն է առաջացել ներբեռնելու, առանձին էլեկտրոնային ուղղչի վրա ներկայացվել են ևս ապացույցներ։ Նույնակ ևս է։ Եվս է, ինքը ես ոնց հասկացա ինչ ձայնագրություններ են պատվաժանվել։ Ոչ միայն ձայնագրություններ են։ Այն արկա ֆայլերը համակարգում նույնպես իրենք 1.80 թեժ գծի հեռախոսամարի ձայնագրություններն են եւ դրա հիմքում եղած հաշվետվությունները։ Մենք լույս չունենք ինչն է պատճառը այդպիսի ձայնագրությունները։ Որը չի եղել վարչական վարույթի շրջանում։ Լավ, ամեն դեպքում պատմական այդպիսի ապացույցներ։ Դրանք վարչական վարույթի նյութեր են, իսկ ինչ վերաբերում է կից հաշվետվություններին, որոնք դիսկի վրա մնացել են, դրա սկավառակի վրա մնացել են, դրանք համակարգով եւս ներբեռնված են, այսինքն միայն ձայնագրություններ, որ համակարգում արկա չեն, բայց սկավառակի վրա ներկայացված են։ Որովհետև որոշ ձայնագրություններ ներբեռնված է, բայց որ բացում ես հնարավոր չի լսել։ Կարող եմ։ Դրանք էլ են այստեղ։ Ձայնագրությունները սկավառակի վրա ներկայացված են, սկավառակի վրա մնացել են նաև որոշակի հաշվետվություններ, այսինքն իրենք եթե չեմ սխալվում PDF ֆայլեր են, բայց այդ PDF ֆայլերը ներբեռնված են նաև էլեկտրոնային համակարգ, այսինքն միայն ձայնագրություններն են, որ համակարգում արկա չեն, սակայն սկավառակի վրա արկա են։ Ծայրագիտություն։
որպեսզի մեծ կողմը եւ երրորդ անձը եւս տեղեկացված լինի։ Պատվարժան դատարան այդտեղ տես միջնորդություն խնդրանք, եթե նպատակահարմար է հնարավոր կհամարվի, ես նաեւ կապեմ հաստատել ադմինիստրատիվ գործի աջակցության Ամեն փորձել ենք հասկանալ կա որևէ տարբերակ բոլոր փաստաթղթերը խմբային ներդառնելու 900 փաստաթուղթ հատիկ ներդառնելը ֆիզիկապես 100 քանիսից հետո էլ չեն կարողացել։ Ընդ որում բանի առումով էլի դրա համար պետք է խնդրեմ եթե հնարավոր է պատասխանողը ամբողջական փաստաթղթը ինչ որ դիտելուց ներդառնելը եթե հնարավոր է ֆլեշով կլինի, դիսկով կլինի մենք դիմենք, ֆլեշը մենք կտանք ինչ-որ ձևով փոխանցվի, կլինի մենք մեր ծավալի նյութերի ինչ-որ կա, մեր Այսինքն իրենց կողմից փոխանցվի ձեզ։ Եթե հնարավոր է ձեզ, մեզ։ Քիչ չեք տեսնում պատվարժան դատարան պատրաստական մայք նույնիսկ մենք էլ մեծ սիրով միանգամից կներդառնեինք համակարգ, կարծես թե տեխնիկական հնարավորություն ուղղակի չկար։ Միանշանակ ցանկացած ֆորմատով պատրաստ ենք դրանով։ Դե մենք միջև հաջորդիչը կփնտրենք ֆլեշով։ Այս առանձին ներկայացվածներ եք, չէ՞ տրամադրելու։ Իսկ մի քանի անգամ կարծում տրամադրվել է հայցվոր կողմին, վարչական բարույթի նյութերը մեզնից հայցելու շրջանակում, բայց այս անգամ ամբողջությամբ եւս մեկ անգամ կարող ենք ներկայացնել։ Կարելի է հավելում ձայնագրությունների վերաբերյալ, դրանք հանդիսանում են մոնիտորինգի արձանագրության հիմքերը եւ հայցվոր կողմի բոլոր ներկայացուցիչների ներկայացել են ինչպես մոնիտորինգի արձանագրության, հետո հաջորդական բոլոր հարցվող բարույթի նյութերի հետ։ Այսինքն այդտեղ ձայնագրությունները առնվազն 4 անգամ հայցվոր կողմին ներկայացվել են։ Սա մոնիտորինգի նյութերն է։ Ես ուղղակի բարձրացուցիչ դրա համար ես միջև Դրան հավելել անդրադարձ ունենք մոնիտորինգի նյութերի մասով, անդրադառնանք ուղղակի ֆիքսեցինք այս նիստից ամիջապես հետո աշխատանքային կարգով կխնդրեմ բոլոր փաստերը, ընդ որում ենթադրում եմ մենք ունենք, ուղղակի համոզվեմ, որ տարբերություն չկա ուզեցված։ Չեմ դաբերում էլեկտրոնային տարբերակով ցույց տրամադրել եք թե չամբողջ է, բայց պատրաստ ենք։ Հիմա, այստեղ ոնց որ փաստերի նկարագիրներ։ Պատվարժան դատարան ընդ որում հիմա փորձեմ անդրադառնալ հիմնավորող փաստարկներին, որպեսզի ամեն մի փաստի ինքում հայցի առարկա ինքում գտամի մի փաստ ավելի մանրամասն նկարագրեմ, որպեսզի պատմեմ։ Ուրեմն առաջին կետը ստորեն ներկայացնում են վարչական ակտի անբավարարության հիմնավորող փաստարկները, փաստարկի հիմքում դրված իրավական նորմի վերլուծությունը եւ դրա համադրումը փաստական հանգամանքների հետ, ինչպես նաեւ ես քննարկելուց ապացույց բառ օգտագործելուց ֆորմալ եմ օգտագործում, ցանկացած փաստաթուղթ, որը մենք ֆորմալ համարում ենք ապացույց, մենք չէ։ Բարույթում համարվել ապացույց, այդ դրա ապացույց լինել չլինելու հանգամանքին հավելյալ կանդրադառնում։ Այսինքն, որ ասում եմ ապացույց, դա դեռ չի նշանակում, որ դրա թույլատրելիության, վերաբերելիության, օրինականության եւ ապացույց հանդիսանալու հետ համաձայն եմ, ուղղակի որպես ապացույց է դրա համար այդ բառն եմ օգտագործում, որ ավելի հեշտ լինի, նյութ չասեմ, բան չասեմ, հա։ Հանրային ծառայությունների կարգավորող, հիմա առաջին կետը, որի վրա հիմնված է մեր այցելուում է հետեւյալն է, վարչական բարույթը, որի արդյունքում ընդունվել է վարչական ակտը, հարուցվել բովանդակային հիմքի բացակայության պայմաններով։ Այսինքն, վարչական բարույթ հարուցելու հիմք առկա չի եղել։ Հիմա փորձեմ ներկայացնել։ Ուրեմն հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը, սա նոր ավելացված օրենքի համապատասխան ձևակերպումն է, որ ավելացվել է նոր ներկայացված փաստերի շրջանակներում, ասում է հետևյալը. կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարուցվում է վարչական բարույթ։ Վարչական բարույթ հարուցելու մասին որոշում կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառումներ։ Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հատվածով նախատեսված այլ կարգավորումները, հանձնաժողովի նախագահի որոշում ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ կատարման եւ դրա բողոքարկումը չի կասեցնում նրա գործողությունը եւ կատարումը։ Հիմա վերաշարադրյալ իրավանորմի վերլուծությունից փոխում է հետևյալը։ Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում հանձնաժողովի նախագահը միևնույն է բարույթ է հարուցում իր նախաձեռնությամբ։ Այստեղ նայեք։ Մենք հիմա ինչ ենք վերլուծել, բարույթ կա։ Ցանկացած պետություն քաղաքացի հարաբերություններ կարգավորված են։
Չի կարող պետությունը կամայական միջամտել, քաղաքացիացել է մասնավորենք, պետություն մասնավորանց հարաբերություններ կարգավորված է։ Եվ այդ հարաբերությունների մի շերտը, երբ որ վարչարարությունը տեղի ունենում, կարգավորված է վարչական վարույթի շրջանակներով։ Եվ համապատասխանաբար պետությունը իրավունք ունի միջամտի մասնավոր անձի գործունեությանը, վարչական վարույթի օրինական հիմքերի առկայությամբ, կարող է դա լինի տարբեր հիմքերի մակասան, որոնք են, ու դրա շրջանակներում, դրանից դուրս գալու կամայական ասի, իմ կարծիքով դու մի բան լավ չես արել կամ մի բան լավ ես արել, դրա համար ես իրականացնում եմ իրավունք չունի։ Ու ամենատիպիկ օրինակը հարկային տեսություն կամայական չի կարող գա միտեղ ստուգի։ Ինքը պետք է ունենա ստուգման հանձնարարագիր, դրա հիման վրա համապատասխան ծավալ, կամ այլ տեսչական մարմինները պետք է ունենան համապատասխան հաստատյացիկները եւ այլ գործընթացներ։ Այսինքն ցանկացած ստուգում դա Մենակ ստուգումների օրենքով չէ, պետություն քաղաքացի հարաբերությունները տեղի ունենում վարույթի շրջանակներում։ Ընդ որում վարույթը կարող է հարուցվել կամ նախաձեռնությամբ, վարչական մարմնի այդ որոշ հիմքերով, կամ դիմումի հիման վրա։ Հիմա օրենքի տեքստից ուղիղ գալիս է, որ նախաձեռնությամբ հարուցող վարույթ է։ Վարույթը հարուցելու համար հիմք է ընդունվում ոչ միայն այն, թե ում կողմից է ներկայացվել, այլև հաղորդման բովանդակությունը։ Մասնավորապես վարույթ հարուցելու հայացողական լիազորության իրականացման համար պետք է հանձնաժողովի ներկայացված լինի այնպիսի հաղորդում, որում առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը եւ այլն։ Այլ կերպ ասած, օրենսդրորեն սահմանելով հանձնաժողովի նախագահի համար վարչական վարույթ հարուցելու իրավական հնարավորությունը, միևնույն ժամանակ օրենքը վերջինիս չի օժտել բացարձակ պարտականությամբ եւ սահմանափակել է վարչական վարույթի հարուցումը որոշակի պայմանների ստուգմամբ։ Այսինքն բան կար, մոտեցում կար, դեռ գրել եմ մենք հարուցել ենք, ընդ որում երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենտեղ գրած է ես չեմ կարող ստուգեմ, այս պահին չեմ ստուգում, հետո կստուգեմ, եթե մենք կարդանք այդ որոշումը, որով հարուցում է վարույթը, ուղղակիորեն նման ձևակերպումներ կա։ Կարող ենք տեսնել, ասում պարտավոր չեմ ամբողջ խորությամբ հաստատել։ Մեր պնդումը հետևյալն է, վարչական մարմինը կամ դրա դեպքում նախագահան, երբ որ հարուցել է համապատասխան վարույթ, պարզավոր չպետք է հաստատում ունենա, որքան խախտելներ։ Դրա համար առերևույթ բառն է, պրիվատացիան է, այսինքն առաջին հայացքից այդ պետք է լիներ։ Բայց ինչն է այստեղ կարևոր, որ երբ ներկայացված հաղորդումը առերևույթ բավարար չեն վարչական վարույթ հարուցելու համար, առավել ևս որ հանձնաժողովի նախագահի կողմից հարուցված վարչական վարույթի հետ մեկտեղ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոց, իրավունք չունի հարուցի։ Այսինքն ոնց է ստացվում, կա հաղորդում, հանձնաժողովի նախագահն նայում է հաղորդումը, առաջին հայացքից, եթե իր մտահոգություն կա, որ կարող է առերևույթ համոզմունք կա ներողություն, որ կարող է հուսալիորեն ընտրել հարուցման վարույթ։ Այստեղ մի հատ փոքրիկ նյուանս կա։ Հանձնաժողովի նախագահան այդ որոշումը կայացնելուց պետք է հաշվի առնի այն բոլոր տեղեկատվությունը, ինչին ինքը տիրապետում է իր պաշտոնը։ Այսինքն ինքը չի ասում, ես այն տեղեկատվությունը, ինչին իր պաշտոնը տիրապետում եմ, ոչ իրավաչափ հաստատ է եւ սխալ է, եւ ես հաշվի եմ առնում մենակ այն ինչ որ գրված է։ Ինչի եմ դա ասում, որովհետեւ հաղորդման մեջ նկարագրված են երևույթներ, որոնցում հետցի պատասխանող իրավախախտ լինելու մասին հանձնաժողովի նախագահան ակնհայտ համոզմունք պետք է ունենար, որ իրավաչափ չէ։ Ինքը պետք է ունենար հստակ համոզմունք, որ հեծը մեղավոր չի, այս կետերի հետ կապված։ Ու կանդրադառնանք այդ կետերին, էլի։ Այսինքն կետ է գրված, որի վերաբերյալ քննարկում է եղել ՏԿՆ-ի, ՏՑԿՀ-ի, հետցի, բեցի մասնակցությամբ, բոլորը գիտեն, որ բեցն է մեղավոր, բարձրավոր էլեկտրական ցանցերը, ՀՑԿՀ-ն նախագահան տեղյակ է դրա մասին, քննարկել են, որոշել են, հաղորդում է գալիս, ասում է, չէ, բայց հետցի վրա գնամ հարուցեմ, որտեղ դե չգիտեմ։ Կա դեպք, երբ որ պետք է կառուցվել օդային կամուրջը, բանի բարձրավոր, քննարկում է եղել, նամակագրություն կա, ՀՑԿՀ-ն տեղյակ է, տեղեկացված է, որ խնդիր կա, կառավարությունը պետք է մտնի հանրային գերակա շրջանաչի որոշակի տարածքներ, որպեսզի հնարավոր լիցուները դնել կառուցել այդ կամուրջը, գիտի, ինքը քննարկվել է, դրանից մի ամիս առաջ, ասենք կամ 2 ամիս առաջ, կամ դրա ամիջապես առաջ քննարկում է եղել։ Նամակում գրում է, որ հետը թերացել է, չի կառուցել այս ուներ, ասում է, վայ համակարգային խնդիր կա։ Հետևաբար ագերդատան, սա շատ կարևոր ֆորմատ է։ ՀՑԿՀ նախագահ չունի պարտականություն, հենց թող ստանա վարույթ հարուց։ Ինքը պարտավոր է միևնույնն է հաշվի առնել այս ամբողջը,
Համադրի իր մոտ արկա տեղեկատվությամբ, չեմ ասում երկար վերլուծություններ անի, ինչ գիտեմ, սկսի խորհրդակցություններ վարել, սկսի աճուձավ գնալ, ինքը տեղեկատվությունը տիրապետելու պարտականություն ունի վերջի վերջո, որպես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, անձը չեմ ասում, մարմինն եմ ասում, եւ այդ դրա հաշվառման պետք է որոշում կայացնի։ Մասնավորապես վարչական վարույթ վարուցելու հիմքերը կարող են հանդիսանալ կառավարության լիազոր մարմնի այն հաղորդումը, որում արևելույթ հիմնավորում է ներքոթվերական հանգամանքներից մեկը։ Վտանգվել է կամ կարող է վտանգվել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ ուզալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։ Հիմա, ընդ որում ենթադրվում է, որ նշված տեղեկատվությունը պետք է լինի, ինչպես ասացի, նոր, քանի որ եթե խախտումների մասին տեղեկությունը արդեն իսկ արկա է հանձնաժողովում, ապա վերջինս իր նախաձեռնությամբ պարտավոր է հարուցել վարույթ, իսկ եթե նման պայմաններում հանձնաժողովը չի հարուցել վարույթ, ապա նշանակում է, որ դրանք հանձնաժողովի կողմից արդեն իսկ բավարար չեն համարվել վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Ինչ ասած, հանձնաժողով, քեզ գերեցին, եթե դու դրա մասին գիտեիր մի շաբաթ առաջ չես հարուցել, ամբողջ հանձնաժողովը չի հարուցել, նշանակում է սահմանադրական մարմինը գտել է հարուցելու հիմք չկա։ Սա է կառուցվածքը։ Այլ խոսքով, օրենքի գործող խմբագրությունը հանձնաժողովի նախագահի համար ամրագրում է պարտականություն ստուգելու արդյոք արևելույթ արկա են եւ հիմնավոր հաղորդմամբ նշված իրավախախտումները եւ հիմնավոր այդ իրավախախտումները եւ արդյոք արևելույթ արկա են եւ հիմնավոր եւ արդյոք արկա հիմքերը բավարար են վարչական վարույթ հարուցելու իր հայացողության լիազորություն իրականացնելու համար։ Ընդ որում, վճարաբեկ դատարանը իր որոշումներում անդրադարձել է հայացողական լիազորության ներության եւ դրա կիրառման շրջանակին, հիմա դրանց էլ անդրադառնամ ամբողջությամբ չեմ ցիտի, բայց միջև այդ ուրեմն վարչարության հիմքերի վարչական վարույթի մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն հայացողական լիազորությունն օրենքով վարչական մարմնի վերապահված իրավունքն է, ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը։ Հայցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարության իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված նպատակ։ Ինչպես նշեցի, վճռաբեկ դատարանը անդրադարձել է ՎԴ կոտորակ 03 կոտորակ 58 ներողություն ՎԴ կոտորակ 03 58 կոտորակ 05 կոտորակ 22 գործով, որի շրջանակներում ըստ էության մի շարք պարամետրեր ա դրել, այդ թվում նաեւ պարտավորությունը առաջնորդվել մարդու քաղաքացու իրավունքներով ազատություններով, իրավահասարության սկզբունքով, վարչարության իրականացման համաչափության սկզբունքով, կամայականության արգելքի սկզբունքով։ Ըստ էության արգելել է այլ օրակարգերի լույսի ներքո գործողություն անելու հնարավորությունը։ Ամբողջությամբ չեմ ցիտի նկարագրված անհրաժեշտ հատվածը, ուրեմն ուսումնասիրելով վճռաբեկ դատարանի հայցողական լիազորության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարելի է ամփոփել, որ ցանկացած իրավիճակում, երբ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելիս ունեն որոշակի գործողությունների իրականացման եւ որոշումների կայացման մի քանի տարբերակներ, ապա պարտավոր են առաջնահերթ ղեկավարվել մարդու եւ քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, ընդ որում մարդ քաղաքացին ներառում է նաեւ իրավաբանական անձինք, իրավահավասարության սկզբունքով, վարչարության իրականացման համաչափության սկզբունքով կամ այականության արգելքի սկզբունքով, իհարկե, հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները, որը բնավ չի նշանակում, որ վարչական մարմինները, այդ թվում առանձնահատուկ վարույթների ընթացքում, կարող են հայցողական լիազորությունը իրականացնել այլ կերպ, քան վերոշարադրյալ արձանագրված է, վերաշարադրյալում արձանագրված է։ Հայցողական լիազորությունները սահմանափակման սկզբունքը բխում է նաև սահմանադրության եւ օրենքով ամրագրված վապաճ վարչարության սկզբունքից, սա սահմանադրական սկզբունք է եւ հանրաժողովի նախագահան, երբ որ ունի իրավունք հարուցել վարույթ կամ չհարուցել վարույթ, պետք է անդրադառնա, այսինքն ինքը ավտոմատ չի հարուցում հետո քննարկում, պետք է դիտարկի ամբողջ ծավալը, գնահատի արդյոք այդ ռիսկը առկա է, առկա չի, արդյոք իր մոտ առկա տեղեկատվությունով հաստատվում է թե չէ, որովհետեւ ի տարբերություն բազմաթիվ այլ վարույթների, այս վարույթը իրականացնելով արդեն իսկ տեղի ամենամիջամտություն, որովհետև կա կանխարգելիչ միջոց կիրառելու հնարավորություն։ Ընդ որում,
հանձնաժողովի նախագահն ընտրել է ամենախիստ կանխարգելիչ միջոցը։ Երբ որ դիտարկում ենք մնացած կանխարգելիչ միջոցները քիչ կիրառել, ասում օրինակ հանձնարարություն տա շտկելու, ասում բայց հաստատված չի խախտում նրան, ոնց հանձնարարություն տա շտկելու։ Ասում է կարամ կիրառեմ ինչ որ բան, ուրիշ 5 հատ են դեռ, ուրիշ ասում է դեսա շատ խիստ կլինի։ Դե բերի կառավարիչ նշանակը։ Բառացի գրված է որոշման մեջ։ Հաստատված չի, ես չեմ կարող անել, հաստատված չի, չեմ կարող, բայց հաստատված չի կարող կառավարիչ նշանակը։ Ուրեմն ի ապահովում են այդ բոլոր վարչարության վարչական վարույթը, որ նշեցի արդար վարչարության սկզբունքի, ուրեմն օրենքը սահմանում է վարչարության հիմնական սկզբունքները, վարչարության օրինականությունը, ձևական պահանջները չարաշահելու արգելքը, հայացողական լիազորությունները սահմանափակելը, կամայականության արգելքը, համաչափությունը եւ այլն։ Այս սկզբունքներից յուրաքանչյուրը առանձին վերցված եւ միասին կոչված են ապահովելու վարչարության անվճարությունը եւ արդարացիությունը։ Հիմա նայեք, Սյուն գործի եւ այլն, մանրամասն այդ հոդվածների մնացածը չի։ Հա՞։ Չհանգստանալ։ Այդ ջուր որ մեծ աճիկով կողմ է։ Ծավալ քան որ գիտեն, ես ամեն ինչ Ես դրա համար եմ ասում։ Եթե ես Ինչքան 10 րոպե, 5 րոպե։ հասցրեմ ուղղակի մի շուտ ջուր ձեռք բերեմ։ 10 րոպե։